Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը կասկած չունի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է, ժամկետները երկրորդական են։ Խաղաղությունը հաստատված է եւ Հայաստանի քաղաքացիներս պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի, ասել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Հաղորդակցությունների հետ կապված մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ, ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև ուղղել է հայտարարությունները, թե իրենք ասում են խաղաղություն։ Գուցե պատերազմ կա, ինքը չգիտի, նշել է Փաշինյանը արձագանքելով դրսում ակցիա անողներին, որոնք կահազանգում են, թե ադրբեջանցիները Հայաստանի սահման են ներխուժել։ Փաշինյանը նաև պատասխանել է հարցին, արդյոք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվել է իր ցուցմամբ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ինքն է խնդրել, որ հրաժարականի դիմում գրի։ Դա համարել է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, համարել է սադրիչ գործողություն։ Հիշեցնեմ, Էդիտա Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին Արցախի վերաբերյալ գիրքեր նվիրել։ Վարչապետը մեկնաբանել է նաև իր եվրոպական խորհրդարանից հնչեցրած հայտարարությունները։ Ասում եք խաղաղությունը, շատ լավ խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կամ բան կա, ինչ որտեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարող է զոհեր կամ վիրավորներ կա, ինչ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Այսինքն որ ասում եք խաղաղություն, բա ինչ ասեմ։ Այսինքն որտե՞ղ է պատերազմը, որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում եւ այլն, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, որտեղ կա, դուք լուսաբանեք գոնե, իմանանք այդ որտեղ կա այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ասում եք խաղաղություն, ասում ենք խաղաղություն։ Լսեք, մենք ձեզ կարծեմ պաշտպանության նախարարն էլ հրավիրել, որպեսզի դուք գնաք եւ տեսնեք, թե մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում։ Հրավիրել ենք նաեւ սպառազինություն տեխնիկա դիտելու։ Այսինքն մենք երկրները իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ինչու՞մ է խնդիրը, հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Մենք իհարկե զուգահեռ ասել ենք, որ նաեւ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվում են սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքը իմ նշած դեպքեր կապ չունի։ Պաշտպանության նախարարությունը շատ հստակ բարձրաբանում է տվել, որևէ լրացուցիչ բան ասելու բան չկա ուղղակի։ Տեսեք, ես անհետ գործների հարազատների հետ տասնյակ անգամներով եմ հանդիպել, տարբեր խմբերի հետ։ Եվ իմ փորձը ցույց է տալիս, պետք է հասկանանք այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիր ենք լուծում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք կան մարմիններ, եթե ես տեսնեմ, որ այդ մարմինների հետ շփումները անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ, ես էլ կհանդիպեմ։ Ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում։ Ես եմ դուրս գալիս փողոցներ մարդկանց հետ հանդիպելու համար։ Ես ոչ մի հանդիպումից չեմ խուսափում։ Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչու եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը շատ պարզ բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի Հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացանք։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք, հղում ենք անում Արցախի Հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի Հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետք է գնանք կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։
Եվ ընդ որում ես ուզում եմ ընդգծել այն ժամանակ, որովհետև գիտեմ, հեսա կասեք, բա ինչի եք ասել դուք Արցախ Հայաստանը եւ վերջ։ Աստվածաշնչում մի հատ sense հատված էլ կա, հիմա վստահ չեմ, որ բառացիկը մեջ բերեմ, երբ ասում եմ ող parեցինք եւ դուք լաց չեղաք, մոտավորապես կներեք ճշգրտությունը չեմ երաշխավորում, նվակ հնչեցրինք եւ դուք պարտ չեկաք։ Այն ժամանակ, երբ որ պայքարելու ժամանակներ, ինչ-որ բոլորը բան էին, կենտրոնացած էին բանում, ոնց Երևանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեն։ Ավարտվել այդ պատմությունը, ես ասել եմ Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Բա ամեն անգամ մենք տենց ասում ենք Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։ Այդ որ ասում են վերադարձի, ինչ վերադարձի, որտեղի վերադարձի։ Բա կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն է նույն ձևի նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու իրան դառնան պատերազմ։ Այսինքն ձեզ թվում է նախին պատերազմները տենց ինչ որ բոլորը վեր են կացել ասել պատերազմ, տենց հումանիտար, շատ անմեղ թեմաներից սկսել են բան, մի քար, մի հուշարձան, շատ կարևոր եւ Այո, դրանից է բխում, որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ո՞վ է ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է։ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա, այն արդեն զգացվում է գործնականում։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տևական ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունենում, զոհեր և կորուստներ չկան։ Մենք վերացրել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ և արտահանել ենք անհրաժեշտ նավթամթերք, նշել է Ադրբեջանի ղեկավարը։ Առաջին անգամ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան։ Մագնուս Բրուներին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում Եվրամիության շարունակական օժանդակության փաստը, հավելելով, որ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում ներդնել այնպիսի ստանդարտներ, որոնք կհամապատասխանեն Եվրամիության չափանիշներին։ Երկրի ղեկավարը միաժամանակ գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից և հավելել, որ վիզաների ազատականացումը ևս մեկ կարևոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Մագնուս Բրուները շեշտել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացում է հաջողությամբ և արդյունավետ, հույս հայտնել, որ Հայաստանի հետևողական քայլերը կհանգեցնեն սպասված վերջնարդյունքին։ Միաժամանակ Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է բարեփոխումների առաջմղման նպատակով Եվրամիության աջակցության պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարն է ընդունել Մագնուս Բրուներին, Արփինե Սարգսյանը որպես Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող հավաստիացրել է, որ կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Արդեն իրականացման տարբեր փուլերում են ծրագրով նախատեսված, ինչպես միգրացիայի և սահմանների կառավարման, այնպես էլ իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով աշխատանքները։ Հանձնակատար Բրուները բարձր է գնահատել ներդրված
կատարած ջանքերը Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը դեպի Եվրամիության երկրներ ազատականացնելու ուղղությամբ եւ արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն նկատելի եւ գնահատելի են։ Նա համոզմունք է հայտնել, որ բարձր կատարողական որակյալ, թիրախային եւ ժամանակին առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը կհանգեցնի սպասված վերջնարդյունքին։ Երկրում չկա հարց, որի համար չի վճարվում, վարչապետն է հայտարարել բյուջեի կարևորության մասին խոսելով։ Բյուջետային համակարգը սկսվում է կրպակից ՀԴՄԿ թե ոչ, գույքահարկ վճարվում է թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև առողջապահության ապահովագրության մասին, ապա զուգահեռներ տարել ընտանեկան իրավիճակների հետ։ Այս մոտավորապես նույնն է, չէ՞, տենց իրավիճակներ ենթադրում եմ լինում է։ Երբ որ երեկոյան կամ ցերեկը հավաքվում են եւ մեկ էլ արձանագրում են, որ տանը ուտելու բան չկա, ճաշ չկա։ Սովորաբար sense դեպքերում ինչ են անում, հարձակվում են տանտիկնոջ վրա, ասում են չհասկացա։ Էս եկել ենք հոգնած ջարդված բան, ուտելու բան չլինի, բայց հարգել ես որտե՞ց լինի ուտելու բան։ Որտե՞ց լինի ուտելու բան։ Այսինքն այդ ուտելու դատարկ բանը, դատարկ կացան նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատել, որովհետև ինչ որ մեկը պետքա բան աներ, իր բյուջետային պարտականությունը կատարեր, այսինքն բերեր դներ եւ բյուջետային համակարգը ով որ բանը տան ֆինանսների նախարարությունը բաշխեր, պլանավորեր, գնար գնումները իրականացներ արդյունավետ, դա էլ հիշեցնեմ արդյունավետություն։ Այսինքն մենք որ ասում ենք Հայաստանը մեր տունն է, ժողովուրդը մեր ընտանիքն է, այս նկատի ունենք։ Հա ներսում կարա լինի հետեւյալը, ում համար ինչ կոշիկ կար, ով ինչքան պետքա ծախսի, բայց սա լրիվ նույն պատմությունն է։ Եվ ինձ ամենաշատը անհանգստացնում է, որ այս պատմության ընկալումը մեր իրականության մեջ չկա։ Այսինքն պետական բյուջեն մարդիկ պատկերացնում են, թե Ֆիննախում կամ ինչ որտեղ, երբեմն պատկերացնում են, թե կենտրոնական բանկում, չնայած կենտրոնական բանկը այս թեմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Մի հատ սենյակ կա, այնտեղ ասենք մի հատ էլ մեքենա կա, ասենց բանը փողը տպում են, բախշում փողը տպում են, այսինքն տենց էլ կարելի ասել, բայց մի շաբաթից հետո այդ փողով ոչ մի բան չես կարող առնես, որովհետև այդ փողի տակը աշխատանք չկա, արդյունք չկա։ Այսինքն եւ նույնը համայնքը, նույնը պետությունը, նույնը կազմակերպությունը, ամեն ինչ սենց է։ Այսինքն այս դատարկ կացան տեսնելով հարցակվել բանի վրա, տանտիրու վրա, թե ինչի ճաշ չես էփե, բայց բան չկա էփել, որտե՞ց էփի։ Հələ մի հատ էլ չենք թողում ինքը գնա աշխատի, որ եւ այս ընկալումը շատ կարեւոր է։ Վերադառնալով խոշորացման թեմային, էֆեկտը այստեղ է դա, որ ընտանիքը մեծանում է, այո, կարիքը մեծանում է, բայց նաեւ աշխատող ձեռքերն են շատանում։ Նիստին զուգահեռ կառավարության շենքի մոտ ակցիա է անցկացվել միասնության թևեր նախաձեռնության անդամները հիմա էլ կառավարությանն են նամակ փոխանցել իրենց խոսքով ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ։ Հիշեցնեմ, պաշտպանության նախարարությունը հերքել է նրանց հայտարարությունը։ Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենց նպատակը հետագա ներխուժումները կանխելն է։ Հարցին արդյոք հայտարարություններով կարող են կանխել նման հնարավոր սցենար, ակցիայի մասնակիցները նշել են, որ անվտանգությունն իրենց համար արժեք է եւ եթե հասարակությունն իրազեկ լինի, չմնա իրենց բնորոշմամբ թմբիրում հնարավոր է կանխել։ Եթե մեր հասարակությունը տեղյակ լինի, այսինքն չմնա թմբիրում ինչպես հիմա է, կառավարության հրամցրած կեղծ խաղաղության օրակարգը, կարծում եմ, որ այո, ազդեցություն կունենա, որովհետև մեր ժողովուրդը հիմնվում է արժեքների վրա, իսկ մեր անկախությունը, մեր սուվերենությունը եւ անվտանգությունը մեզ համար արժեքներ են։ Թեժեր ավականու նիստը բանավեճ է սկսվել։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց է ուղղել քաղաքապետ Տիգրան Ավինյանին չկատարված ծրագրերի վերաբերյալ, ապա միմյանց կոռեկտության կոչեր են արել։ Քաղաքապետը պարզաբանել է, ինչի մասին է խոսքը։ Մանուկ Սուքիասյանն էլ բարձրացրել է աշխատավարձերի հարցը, ասել, որ ղեկավար կազմի աշխատավարձը 4 անգամից ավելի բարձրացվել է, արդյոք մյուսներինը չեն պատրաստվում բարձրացնել։ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս տարի նոր համակարգ են ներդնելու կատարողականի գնահատական, որից հետո աշխատավարձի հարց չի առաջանալու։ Մարդիկ վճարվելու են ըստ կատարած աշխատանքի որակի։
65% դրական շարժ ունենք ասֆալտապատման մեջ։ Քաղաքացիները այդպես բան են ասել։ Սուտ։ Մի հատ հենց դուս հարցրեք, ո՞ց մենք կասկածում ենք։ Լարեք հասկանանք ում վրա կասկածի։ Խնդրում եմ կոռեկտ եղեք այդ հարցում։ Հիմա հարցը հստակ մի հատ հետեւյալն է։ Տեսեք, քաղաքային բյուջեում ավելացել է 11.8 միլիարդ։ Մնացորդը կազմել է 16 միլիարդ։ Կենտրոնական իշխանությունը 7 միլիարդ գցե չի տվել։ Այսինքն ծրագրեր ա եղել, որոնք որ իրականացներ, չի տվել այդ փողը։ Հարց համար առաջին, որ ծրագրերն ա, որոնք որ 7 միլիարդ դրամի շրջանակում չի տվել, ու որտեղ է որ ձեր մոտ այսքան աճ ա տվել, այսինքն փաստացի ոչ թե եղել է 11.8, եթե հաշվի առնենք, որ 7 միլիարդ են դե գցե չեն տվել, ու իրանք պետք է տան, դառնում է 18։ Մի հատ խնդրում ասեք, որ ծրագրերն ա, որոնք որ այդ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել, պատվիրված այդ բաներով իրականացվել ու չի իրականացվել 7 միլիարդը որտե չի տվել կառավարությունը, որ ձեր մոտ ստեղ ուրիշ տեղեր ավելացել է։ Իսկ ելույթով մանրամասն կանդրադառնամ, ինչ եք խոստվել, ում վրա կասկածեք, որ խոսքի վրա կասկածեք ու փաստերով։ Պարոն Մանուկյան, կոռեկտության կոչերը առաջին հերթին երևի թե առավոտյան հայլու առաջ ինքներդ ձեզ կանեք, որովհետև ձեր տոնայնությունը տենց կոռեկտության չեմ ասի, տենց անցնում եք, բայց տենց շատ սահմանային մոտ եք, էլի, մեկ-մեկ անցնում եք, մեկ-մեկ տենց հետ եք գալի բան, տենց այդ ելևեջները այդքան էլ կոռեկտ ելևեջներ չեն, Տիկին Ավետիսյան, ինչ 7 միլիարդի մասին է, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, պատվիրակված լիազորության շրջանակները, որոշ ծրագրերը փաստացի չեն կատարվել, եւ եթե փաստացի չեն կատարվում, նշված գումարը Երևանի համայնքի բյուջեը չի մուտքագրվում, պատվիրակված լիազորությունների շրջանակում գումարը տրամադրվում է Երևան համայնքի միայն փաստացի կատարված աշխատանքի դեպքում, խոշոր թիվը դա 4 միլիարդի կարգի Իսակով Աշակունյանց պայմանագրային շինարարական աշխատանքների կատարումներ, որը չեն հասցրել պայմանագիրը կնքել, շարունակական բնութագրում կանխավճարները վճարել 4 միլիարդ դրամասով չեն կատարել աշխատանքը եւ գումարը չի տրամադրվել, ունենք 28 փողոցների ֆինանսավարկային ծրագիր 1 միլիարդ այդտեղ չենք կատարել եւ Շատ լավ, Տիկին Ավետիսյան, շատ լավ է, որ ես հիշացրեցիք, որովհետև իրականում երևանցիներն երևի թե պետք է տեղեկացնել, ինչի մասին է խոսքը, որպեսզի, այսպես ասած, այս տեղեկատվության պակասի մեջ մեր խավարի մարտիկները իրենց օրակարգերը չկարողանան թելադրել, եւ սիրելի երևանցիներ, Արշակունյաց Իսակով ճանապարհի կառուցումը նախատեսված էր սկսել դեռ նախորդ տարի, շատ ձգձգումներ են ունեցել մեր բանկի հետ գրագրություններում եւ գնահատումների process-ում, բայց բարեբախտաբար բոլոր process-ները ավարտվել են արդեն, ապրիլից սկսում է շինարարության աշխատանքները, շինարարական աշխատանքները, ինչ վերաբերում է մեր լարերի ծրագիրներ, չէ, երկրորդը, որը չի իրականացվել հիմնականում այն պատճառով, որ կապալառուն որոշակի խնդիրներ է առաջացրել, տեմպերը չեն բավարարել մեզ եւ այն տեմպերով չի կարողացել իրականացնել ծրագիրը, որը որ տենց արդեն շատ երկար տարիների պատմություն ունի, բայց սրանից հետո լարերի անցկացման, գետնի տակ անցկացման ծրագիրը Երևանի քաղաքապետարանը հենց ինքն է իրականացնելու մրցույթներ եւ դրանից հետո արդեն ամեն մի առանձին լոտով հետևելու է, որպեսզի աշխատանքները ինտենսիվ արվեն։ Ուրեմն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալները, որ նայում եք, վերջին 4 տարում Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը շուրջ 4.5 անգամ ավել բարձրացել է։ Այդտեղ վստահ եմ արդեն դուք եք ձեզ թելադրել, ոչ թե ուրիշները։ Հիմա որպես, եթե այդպես շատ հոժար թելադրանքներ ընդունող եք, թանգարանների, սպորտ դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցների կողմից, թելադրություն են բերել վարչական շրջանների աշխատակիցների կողմից, այսպես ասած թաղապետարանների, մարդիկ ասում են, բա մեր աշխատավարձերը երբ է բարձրանալու, ձեր այդքան բարձրացնում եք, ու պարգևավճարը ստեղ որպես աշխատավարձ պետք չի, հա, բանանել, այդպես անցկացնել։ Դա ընդհանրապես չգիտեմ, տենց սուբյեկտիվ բան է, բարի կամքի, լոյալության դիմաց, կտանք եւ այլ եւ այլ։ Չէ, աշխատավարձով մարդկանց աշխատավարձի բարձրացում են ուզում, համարժեք ղեկավար կազմի աշխատավարձի։ Մինչեւ ընտրությունները
չեք պատրաստվում բարձրացնել թաղապետարանների աշխատողների աշխատավարձը։ Պարոն Սուքիասյան, մեր որևէ որոշում ընտրությունների հետ կապ չունի եւ իրականում մարդիկ վարձատրվում են նաեւ վերջին 3-4 տարիներին իրենց կատարած աշխատանքի արդյունքներով։ Եվ պարոն Սուքիասյան, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանը նախկինում մինչև 2022, 23, 24, 25 թվականները ուներ ծախսային կատարողական, չգիտեմ, 60%, տենց մոտավորապես այդ շրջանակներում էր, հիմա մենք հենց 90-ից 95% կատարողական ունենք ու չասեմ, որ եռապատիկ ավել ծավալների արված աշխատանք եւ աշխատակիցները այո վարձատրվում են ըստ իրենց կատարած աշխատանքի արդյունքների։ Հավելեմ, որ այս տարի մենք ներդնելու ենք նոր համակարգ կատարողականի գնահատականով, այսինքն որոշակի չափորոշիչներից ելնելով մարդկանց վարձատրությունը իրենց տված արդյունքին համարժեքել լինելու, ով կկարողանա իր արժև դրված խնդիրները ավելի սեղմ ժամկետներում ավելի լավ ձևով լուծել, ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդիկ աշխատավարձի հետ կապված երբևէ էլ հարց չեն ունենալու մեր ենթակայության տակ աշխատող որևէ կառույցում։ Ես ձեզ դա երաշխավորում եմ։ Արձագանք։ Ինչու եմ շեշտում հունիսի 7-ը, որովհետև իմ կանխատեսմամբ հունիսի 7-ից հետո իշխանափոխություն ա լինելու, բայց եթե դուք այդպիսի կարծիք չունեք, կարայիք հետագայի հետ կապված գոնե խոստում տայիք մարդկանց, որը դա էլ չարեցիք, ինչ վերաբերում է կատարողականներին, հիմա մենք բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այդ կանրադառնանք ձեր ասած թվերին, թե որ կատարողականն է քանի տոկոս, եւ չգիտեմ, օրինակ հենապատեր, փողոցների նորոգումներ եւ այլն, որը ամեն օր աչքի է զարնում, ձեր ասած տխուր ավանդույթները շարունակվում են եւ արդեն փաստերի լեզվով կխոսենք, այս բանին այսքան։ Հուսով եմ, որ փաստերի լեզվով կխոսեք, չնայած շատ կասկածում եմ։ Երևանի Պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք վերցնելու համար դրական գնահատական նշանակելու դիմաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին քոլեջի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալից նախապես իմանալով, որ իր որդին պետական քննությունը ձախողել է, նախնական պայմանավորվածության համաձայն քոլեջի տնօրենին եւ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալին տվել է $500 կաշառք։ Բացահայտվել է նաեւ նույն քաղաքացու կողմից որդու ապօրինի գործողության մեկ այլ դեպք, մասնավորապես վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար նա դիմել է Երևանի մի բնակչի, որը վստահեցրել է, որ իրավասու պաշտոնատար անձին 400,000 դրամ կաշառք տալով կարող է կազմակերպել գործընթացը, բայց գումարն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ քաղաքացին չի կարողացել հանցագործությունը կաշառք տալն ավարտին հասցնել։ Քոլեջի տնօրենին եւ նրա տեղակալին նաեւ կաշառք տված քաղաքացուն մեղադրանքներ են ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նախորդին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է հայոց այբուբենի հուշարձանը։ Արմատագիր երկխոսության ուժը խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի կողմից ի նշան երախտագիտության Եվրոպական խորհրդարանի շարունակական անվերապահ աջակցության համար։ Քանդակը բաղկացած է հայոց այբուբենի տառերից։ Ռոբերտա Մեցոլան նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունակարն է եւ այն միավորում է եւ առաջ է շարժվում։ Մեցոլան նաեւ մեջբերել է բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի խոսքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել եւ շատ խորհրդանշական համարել փաստը, որ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջեւ։ Հայոց այբուբենի այս պատկերմամբ հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ եւ բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա։ Այս քանդակը հպարտորեն իր տեղը կզբաղեցնի եւ մենք էլ ենք հպարտ տեղ կզբաղեցնի խորհրդարանի մուտքի մոտ Սիմոն Վեյլ շինության կողքին եւ ազդակ կլինի բոլորին, ովքեր մուտք են գործում այս տունը։ Սա նվիրումն է մեր երկխոսությանը եւ մեր հավատարմությունն է խորհրդարանների միջև սերտ կապի։ Հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը հայոց լեզվի մասին գրել է.
ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս։ Կարծում եմ այս զգացողությունը կիսում ենք բոլորս, կիսում ենք ժողովրդավարության այս տան ներսում։ Կրկին շնորհակալ եմ բոլորիդ եւ շնորհակալություն ձեզ, պարոն վարչապետ։ Thank you. Շնորհակալություն։ Dear Madam President, dear friends. Հարգելի տիկին նախագահ, հարգելի բարեկամներ, նախ եւ առաջ թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, To have this very important symbol Armenian որ identity հայկական ինքնության այս շատ կարևոր խորհրդանիշը in Parliament լինի այստեղ Եվրոպական խորհրդարանում։ Այս քանդակը and contains Armenian letters պարունակում է Armenian հայոց alphabet այբուբենի տառերը։ was invaded back Հայոց այբուբենի in գյուտը 5th century, and 5-րդ it is դարում one of the դեռ most important տեղի ունեցավ pillars of եւ Armenian identity. դա կարևորագույն հիմնասյուներից է հայկական ինքնության։ Եվ սա շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջև։ Գիտեք, ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը կարևորագույն եւ ամենաուժեղ խորհրդանիշներից է ժողովրդավարության, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց գրելու, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների։ Ուստի սա շատ ուժեղ խորհրդանիշ է եւ ես շատ ուրախ եմ, որ հիմա այսօր այս խորհրդանշական օրը, երբ մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը եւ մեր կապերը Եվրոպական միության հետ, այս գործոնը հերթական անգամ խորհրդանշում է, որ միայն շփումը չէ, որ միայն համագործակցություն չէ, մեր համագործակցությունը հիմնված է բովանդակության վրա, դա ժողովրդավարական բովանդակություն է, դա համագործակցության, երկխոսության եւ խաղաղության եւ իհարկե համատեղ եվրոպական ապագայի մասին է։ Շատ շնորհակալություն։ Այժմ Իրանի շուրջ զարգացումների եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեսաշարով։ Ռուսաստանի եւ Բահրեյնի արտաքին գործերի նախարարները Սերգեյ Լավրովը եւ Աբդել Լաթիֆ Ազզայանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, հաղորդել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։ Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Պարսից ծոցի գոտում իրադրության զարգացմանը լայնածավալ զինված հակամարտության պայմաններում, որն Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից չհրահրված ագրեսիայի հետևանք է։ Ասվում է հաղորդագրությունում։ Կողմերն անընդունելի են համարել խաղաղ բնակչության եւ կարևոր ենթակառուցվածքների թիրախավորումը։ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը օգտագործելու բոլոր հնարավորությունները մերձավոր արևելքում իրադրության կայունացմանը նպաստելու համար։ Ֆլորիդայում կայացել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Դոնալդ Թրամփի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Ըստ Ուիթքոֆի պատվիրակությունները քննարկել են տարբեր թեմաներ եւ պայմանավորվել են պահպանել շփումները։ Իր հերթին Կիրիլ Դմիտրիևը հանդիպումն անվանել է արդյունավետ, շնորհակալություն հայտնելով ամերիկյան պատվիրակության անդամներին։ Նրա խոսքով քննարկվել են տնտեսական հեռանկարային նախագծերը, ինչպես նաև Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերականգնումը։ Քննարկվել է նաև աշխարհում տիրող էներգետիկ ճգնաժամը։ Հանդիպումը նախատեսված էր մարտի սկզբին, սակայն հետաձգվել է Մերձավոր Արևելքում իրադրությունների պատճառով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարեց, որ կնախընտրեր չվերանորոգել Դրուժբա նավթատարը հարևան Հունգարիայի եւ Սլովակիայի հետ աճող լարվածության ֆոնին, նավթի հոսքի խափանումների պատճառով։ Զելենսկիի դիրքորոշումը հնչում է այն ժամանակ, երբ ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա դադարեցվել էին հունվարի 27-ից։ Այն բանից հետո, երբ ուկրաինացի պաշտոնյաները ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են որակել, որոնք վնասել են Դրուժբա նավթատարը, որը հատում
վերանորոգում է Ուկրաինայի տարածքը։ Նա հավելել է, որ վերանորոգումը հնարավոր կլինի միայն հրադադարի ժամանակ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ իր երկիրը կխոչընդոտի Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը եւ Ուկրաինային Եվրամիության կողմից 90 միլիարդ եվրոյի փոխհատուցման վարկի հատկացումը, մինչեւ Դրուժբա խողովակաշարի վերագործարկումը։ Իսպանիան չի վախենում դիմակայել ԱՄՆ-ին, հայտարարել է Իսպանիայի կառավարության փոխվարչապետ եւ Սումար ձախակողմյան քաղաքական դաշինքի հիմնադիր Յոլանդա Դիասը։ Դիասը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում դիմակայել ԱՄՆ նախագահին եւ վախ չի զգում Մադրիդի հետ առևտրային կապերը խզելու նրա սպառնալիքների առջեւ։ Նրա խոսքով Թրամփը համաշխարհային արտակարգ դրություն է հայտարարել։ Նա հավելել է, որ ցավի եւ բացարձակ անորոշության նման պահերին իսպանացիները պետք է համարձակ լինեն իրենց պատասխան գործողություններում։ Հիշեցնենք, Թրամփը սպառնացել է թագավորությանը տնտեսական միջոցներով, այդ թվում առևտրային հարաբերությունների հնարավոր խզմամբ, քանի որ Իսպանիան արգելել է պետության տարածքում գտնվող Ռոտա եւ Մորոն ռազմաբազաների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար։ Ռումինիայի պաշտպանության բարձրագույն մարմինը մարտի 11-ին հավանություն էր տվել Միացյալ Նահանգների խնդրանքին, ավելացնելու իր զորքերի ներկայությունը եւ օգտագործելու Ռումինիայի ավիաբազաները Իրանում եւ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին նպաստելու համար։ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտնել էր, որ սա թույլ կտա ժամանակավորապես տեղակայել զորքեր եւ ռազմական սարքավորումներ ինքնաթիռների լիցքավորման եւ պաշտպանական այնպիսի սարքավորումների համար, ինչպիսիք են արբանյակային կապի եւ մոնիթորինգի սարքավորումները։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը իր ելույթում նշել է, որ որոշումը կայացվել է հապճեպ եւ վնաս կհասցնի ռումինացի ժողովրդի ճակատագրին։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին լուրերը։ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ նա վիրավորվել է, բայց լավ է։ Այդուհանդերձ չկան մանրամասներ, թե որ գործողության ժամանակ կամ երբ է տեղի ունեցել վիրավորումը։ Խոսելով հրադադարի նախապայմանների մասին, Բաղային նշել է, որ իրանական կողմը հիմա կենտրոնացած է երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության վրա։ Նա ընդգծել է, որ ամբողջ ազգը վճռականորեն տրամադրված է պաշտպանել իրեն։ 56-ամյա Խամենեին նախկինում հազվադեպ է հանրությանը ներկայացել կամ ելույթ ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ եւ դեռևս չի դիմել ազգին կամ գրավոր հայտարարություն չի արել մարտի 8-ին գերագույն առաջնորդ հռչակվելուց ի վեր։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 216 կին եւ 198 երեխա։ Մոհաջերանին նաեւ անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին, նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից 3-ը լիովին ավերվել են։ Առողջապահական ոլորտի զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի։ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 179 մարդ։ Նրանցից մեծ մասը գտնվում է թեթև վիճակում։ Նախարարությունից հայտնել են, որ այդպիսով փետրվարի 28-ից սկսված պատերազմի ընթացքում Իսրայելում վիրավորների ընդհանուր թիվը հասել է 2745-ի։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ից, մեղադրելով Թեհրանին հրթիռային եւ միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, Գագիկ Սուրենյանն է հայտնել։ Վաղը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, որոնք կդադարեն մարտի 17-ին։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Նրա ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը եւ այն Հայաստանում կգործի մինչեւ մարտի 16-ը ներառյալ։ Այսպիսով, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը եւ առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Տեղումները լեռնային եւ նախալեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային գոտիներում թաց ձյան եւ անձրևի տեսքով։ Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն։
Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին ունենք օդի ջերմաստիճանի բարձրացում։ Այսպիսով մարտի 14-ից 16 ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 7-ից 10 աստիճանով եւ արդեն մարտի 15-ից սկսած հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից բարձր, տատանվելով +2-ից +4 աստիճան տաքության սահմաններում։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունը, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։